Ես հաճախ եմ մտնում գրախանութ, որովհետև գրքերի աշխարհում փնտրում եմ այն, ինչ որ կատարվում է իմ հայրենիքում, եւ այն, ինչ որ պիտի կատարվի։ Մետրոյում տեսա գրքերի մի տաղավար, մոտեցա, հետաքրվեցի, նայեցի, աշխատակցուհին այդ գրախանութի ինձ առաջարկեց ամենից շատ վաճառվող գրքեր, կամ ինչպես ինքը ասաց, օտար բառով բեսթսելերներ։ Ես այդպես էլ չսիրեցի, չընդունեցի այդ բառը։ Ինչևէ, նույնիսկ անունները գրանցի, ինչ ինձ առաջարկեցին։ Մարիա Քորելլի, Ադամ Գրանտ, Թրեյսի Շևալիե, Մայք Մեյհակ, Էրիկ Էմանուել Շմիդ, ահա թե ինչ գրքեր ինձ առաջարկեցին։ Միանգամից ու վճռականորեն ինձ բնորոշ ոճով մերժեցի դրանք։ Իսկ ինչ ցանկանեիք, ինչ եք ուզում մեր գրախանութում տեսնել, ես ասացի իմ սիրելի գրողի գիրքն եմ ուզում։ Հայեցի, հայ ոգով, հողից բխող խոսքով, հայ սիրտը պաշտպանող գրողի գիրքն եմ ուզում տեսնել, Պերճ Պրոշյան։ Վաճառողուհին զարմացած նայեց, թե այդպիսի գիրք մենք չունենք։ Նույնիսկ այն տպավորությունը ստացա, որ իրեն անգամ անծանոթ էր, Պերճ Պրոշյան անուն ազգանունը։ Այո, մենք մոռացել ենք մեր գրականության մեծ դասականին, Պերճ Պրոշյան, որ ընկերներ Թումանյանի, Աղայանի, Շիրվանզադեի, որ մեծագույն դեմք է եղել ու է այսօր, եւ ինքը պատրաստեց այն ամուր ճանապարհը հայ գրականության համար, որ կերտեց հայրենիք։ Ու այս մարդու հանդեպ մենք պարտք ունենք։ Առավելևս, որ նա տաղանդավոր գրող է, գրել է ընտիր վեպեր, բայց ոչ միայն իր գրականությունն է ինձ համար սիրելի, այլ իր մարդկային նկարագիրը։ Գիտեք, որ ստեղծագործողի անձը նույնքան կարևոր է, որքան իր ստեղծագործությունը։ Նույնիսկ ձեզ գաղտնիք պիտի բացեմ, որ գրողները միշտ երկու ստեղծագործություն են ունենում։ Մեկը այն գրվածքները, որ իրենք գրում են, եւ մյուսը իրենց անձը, որ իրենք ստեղծում են։ Այո, մենք բոլորս կերտում ենք մեր անհատականությունը ու մեր ճակատագիրը, եւ գրողների կարևորագույն ստեղծագործությունը նաեւ իրենց անհատականությունն է։ Չէ՞ որ մենք Պարույր Սևակ սիրում ենք ոչ միայն իր պոեմների ու բառաստեղծությունների համար, այլև նրա համար, որ անկրկնելի անհատականություն է կանգնած իր գրվածքների, պոեմների, բառաստեղծությունների թիկունքում։ Եվ այսպես, Պերճ Պրոշյան, ես ուզում եմ իմ սիրելի գրողից ընդամենը մեկ դրվագ հիշեցնել, ինչու եմ սիրում իրեն, իր ամեն քայլը ինձ համար հաճելի է։ Եվ այսպես, ինքն է պատմում իր մասին, թեպետ Պրոշյանի մասին շատերն են հուշեր գրել, Շիրվանզադեն եւ այլ Զորյանը եւ այլ հեղինակներ, բայց ինքն է պատմել իր մասին մի քանի հետաքրքրական հուշ։ Մեկը դրանցից, ընդամենը մեկը։ Ամառվա մի փոշոտ ու տաք օր Թիֆլիսում, պատմում է Պերճ Պրոշյանը, զբոսնում էի, եւ մեկ էլ հանկարծ մի հեղեղանման անձրև տեղատարապ սկսվեց, այնպես որ ես գիտեի եւս մի քանի վայրկյան մնամ այս անձրևի տակ ոտից գլուխ պիտի թրջված լինեմ։ Ես անգամ տուն չէի կարող հասնել այդ վիճակում, պատմում է Պրոշյանը։ Եվ քանի որ իր բարեկամներից մեկի տունը, բնակարանը մոտակայքում էր, իրեն նետեց իր բարեկամի ուսուցիչ Հովհաննես Տեր Հովսեփյանցի տուն։ Տանտերը շատ ուրախացավ, բայց քանի որ ինքը զբաղված էր, ուսուցիչ էր, աշակերտ կար իր մոտ, Պրոշյանին տալիս է մի ջիրք, թե դու դրանով զբաղվիր, թե խմիր, մինչև ես իմ գործերը վերջացնեմ ու կմիանամ քեզ մի քանի ժամից։ Եվ Պրոշյանը թեյի բաժակ դնում էր առջև, թրջված մեր Պրոշյանը, եւ թեյի բաժակ դնելով առջև բացում է այդ ջիրքը։ Այդ ջիրքը ուղղակի կայծակի պայթյուն լինել, ասես։ Այնպիսի տպավորություն թողեց նախ վերնագիրը, ապա հեղինակի անունը Վերք Հայաստանի Խաչատուր Աբովյանց։ Այս բառերը ցնցեցին հետաքրքրությունս, պատմում է Պրոշյանը, եւ կազմին նայելով շվարածի նման շուռումուռ էի տալիս։ Դժվար է պատմել այն տպավորությունը, ասում է մեր դասական գրողը, այն զգացմունքները, որ ներխուժեցին սրտ ներսումս ու մի րոպե արտասուք էին քամում աչքերիցս, մյուս վայրկյանին ուրախություն առաջացնում սրտիս մեջ,
ու այնքան էի ցնցված, որ նստածս տեղից անհեթեթ ոստումներ էի անում։ Երջանկության մեջ էի ես, գտնելով այն գիրքը, որ պետք չէր իմ ժողովրդին հենց այդ պահին։ Ես չգիտեի ինչ էր կատարվում ինձ հետ, պատմում է Պրոշյանը, բայց հանկարծ զգացի, որ մեկը ինձ հրում է, ուզում է արտացնել այդ խելացնոր վիճակից։ Պրոշյանը նայում է, տեսնում է, որ իր բարեկամն է, որը զարմացած ուզում է այդ թմբիրից հանել Պերճ Պրոշյանին, արթնացնում է. «Այդ տղա, ինչ ես վերացել, խլացել ես, անզգացել ես, 5 րոպե չես շարժում եմ, գոռում եմ, չես պատասխանում, ինչ պատահեց քեզ հետ»։ Եվ Պրոշյանը պատասխանում է. «Ինչ էր այս, ասացեք խնդրեմ, պարոն Հովհաննես, ինչ է անում Աբովյանցը, այսինչ նորանշան, սքանչելի երևույթ է մեր գրականության մեջ, ուր էր թաքնված մինչ օրս այս անգին գանձը»։ Հիացած ասում է Պրոշյանը. «Եվ ինչի, պարոն Հովհաննես, ինչի հետևողներ չունենա Աբովյանցը, ինչի զուրկ պահել մեր ժողովրդին ընթերցասիրությունից, ընթերցանությունից, մինչև երբ պիտի մեր գրականությունը գրագետ դասակարգի սեփականությունը մնա»։ Եվ որոշում է Պերճ Պրոշյանը հետևել Խաչատուր Աբովյանի օրինակին։ Եվ հաջորդ առավոտյան պատմում է Պրոշյանը, խանութից թուղթ ու թանակ գնեց, փռնչու մոտից 5 կոպեկի հաց եւ ողջ օրը սենյակից դուրս չեկավ։ Պատմում է Պրոշյանը, ծունկս սեղան էի շինել եւ գրում էի, սոս եւ վարդիթերն էի գրում։ Պրոշյանը բացառիկ լավ մարդ է եղել։ Այդ է պատճառը, որ նրա մասին անսահման գեղեցիկ հուշեր են թողել շատ գրողներ, կյանքում հետաքրքիր, զմայլանք իսկական, իբրև մարդ, իբրև կերպար, իբրև գրող հրաշալի։ Ստեփան Զորյանը նրա մասին պատմում է, որ նա բացառիկ կարևոր դեր է կատարել հայ գյուղագրության, հայ գրականության զարգացման գործում, եւ նրա դերը վիթխարի է այն ճանապարհին, որը տարավ հայ գրականությանը դեպի սիրտը ժողովրդի։ Ստեփան Զորյանն նաև գնահատում էր, որ ժողովրդին սիրելով ու ժողովրդի կյանքը պատկերելով Պերճ Պրոշյանը երբեք չմոռացավ նրանց, ովքեր հարստահարում էին, տանջում էին մեր չքնաղ ժողովրդին։ Սիրելի բարեկամներ, մեր դասականներին միշտ հիշեք, ես ուզում եմ, որ ու իմ երազանք այն է, որ մեր դասականների անունները միշտ հնչեցնենք, միշտ նշեք մեր մեծերի, մեր գրողների, մեր արվեստի մարդկանց ծննդյան օրերը, հիշատակի օրերը եւ հիշենք հունիսի 3-ը Պերճ Պրոշյանի ծննդյան օրն է։